Գարուն է, ուրեմն ժենգյալով հացն ավելի քան երբևէ համեղ է։ Արդեն կանաչիները բոլոր տեսականիները կան, այն կարևորները կնձմիձուկ ճրճռոկ, որը պարտադիր է, ստեղ կա արդեն։ Մարինեի ձեռքի ժենգյալով հացը Արցախի համն ու հոտն է։ Դրա համար է Արցախից տեղահանվելուց հետո սա իր համար բիզնես դարձրել։ Նախ մարդիկ չեն մոռանա արցախյան համերը, հետո էլ ապրուստի միջոց է, առանց այդ էլ թանկ Հայաստանում։ Իհարկե բավարար չէ, բայց դե աշխատում ենք, ստեղծենք, արարենք, պետք է անենք։ Տակ-տակ թխվող ժենգյալով հացի կողքին մեղրոտ փախլավաներն են շողշողում։ Այս կողմում լուսե կրթական շոկոլադներն են, կրթական, որովհետև ոչ միայն քաղցրացնում են երեխաների կյանքը, այլև Արցախի պատմությունը սովորեցնում։ Այստեղ երեխաները սովորում են Արցախի ամենահայտնի 40 հուշարձանների ու տեղանունների մասին, նաև սովորում են Արցախի մասին 30 սխալ ու ճիշտ փաստեր։ Լուսե շոկոլադները պատրաստվում են առանց քիմիական հավելումների, միայն բնական ջրերով ու ընդեղենով։ Այս օգտակար բիզնեսը Նարինեն ստեղծել է դեռ 2022-ին, երբ Արցախում էր ապրում։ Այնտեղ նաև խանութներին ենք վաճառում, օնլայն, Երևան ենք առաքում, սակայն երբ բլոկադան սկսվեց ու հումքը ու փաթեթավորումը այլևս չեն կարողանում ստանալ, որոշ ժամանակ դադարեց գործունեությունը, Հայաստան գալուց հետո մի քանի ամիս անց նորից վերսկսեցի գործունեությունը։ Արցախում է սկսել իր փոքրիկ բիզնեսը նաև Նախշունը, այս Նախշուն ձեռագործ իրերի հեղինակը։ Մազակալներից մինչև պայուսակներ, ինչ ասես կգտնեք այս սեղանին։ Սկսեցի փոքրիկ մազակալներից եւ հասկացա, որ հետաքրքրությունը մեծ է եւ մազակալները արդեն վերածվեցին պայուսակներ, գոգնոցներ, շապիկների վրա եմ նկարում։ Արցախցի կանանց ձեռքի գործը դեռ 2 օր կմնա այս պարտեզում։ Եվ այս սոցիալական նպաստների կրճատման արդյունքում եւ ոչ ստաբիլ աշխատանքային պայմաններում այդ մարդիկ խնդիր ունեն իրենց ապրանքները իրացնել։ Ու մեր նպատակը հիմնական, որ մենք արցախցի բիզնես ունեցող կանանց հարթակ տրամադրենք անվճար, որպեսզի այդ մարդիկ իրենց ունեցած ապրանքները կարողանան իրացնել։ Տոնավաճառի կազմակերպիչներն ուզում են ավելի հաճախ կազմակերպել նման բացօթյա ցուցահանդեսներ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալու արցախցի կանանց վարպետությանը։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Հայլուր։